հիմա ես ինչ անեմ, տվեցին ձեռքս։ Տուր Նվար ջան, տուր ես ինչ պետք է կանեմ։ Վայ իմ հրաշք, ձոքուկ, ինչի ես դխոր։ Շորիկներդ փոխենք, թե սոված ես դու։ Մի հատ ես հրաշքին նայ։ Իսկական հրաշք։ Շոլպլովնա չելի։ Երևի քեզ պետք է շնորհավորենք, հա? Տեսնում եմ հաշտվել ես հորդ հետ։ Դու ես մեղավոր, դու, թե ինչի կանչեցիր ինձ։ Բայց վատ եղավ, որ եկար թորանդ տեսար, գրկեցիր, սիրեցիր, ասա տեսնեմ վատ եղավ։ Չգիտեմ։ Հավատա Վիգեն, աշխարհում սրանից ավելի թանկ պահ չկա։ Թորանդ ժպիտը ամեն ինչ արժե, ամեն ինչ։ Ով? Տանը նստել չի լինում։ Հաճելի եղանակ է, բոլորը դուրս են գալիս փողոց։ Սրճարաններում էլ ասեղ գցելու տեղ չկա։ Նոնե ջան, աղջիկս, այդ սրճարան-մրճարանները փող ունեցողների համար են։ Նրանց համար կրիզիս չկա։ Ահա, տեսար, Ավետիսին ունելին, ուզեցին ման գալ, հիմա գնում են Փարիզ։ Ճիշտ ես, մամ ջան, կյանքում որոշ մարդկանց բախտը միշտ էլ բերում է։ Այ կնիկ էլի սկսեցիր այդ երեխու հոգին պղտորել։ Ինչ ասեցի այ մարդ։ Հանգստանում ես ջազ մուշեղ։ Ասի մի քիչ մեջքը սուղեմ ու էլի գնամ ծառերից մոտ։ Արքան, ես էլ սուրճ դնեմ։ Չէ, նույն ջան, չեմ ուզում ես։ Արթան ջան, այսօր գործը դասավորում ես ու գնում ենք մեր տուն մի լավ ուրախանում ենք։ Բայց ուրախանալու ինչ առիթ կա որ։ Հա, ճիշտ է, պապ ջան, այդ ինչ է մտքովդ անցել։ Հələ մի րոպե։ Չլինի այսօր ինչ որ մեկի ծնունդն է, չեմ հիշում։ Չէ, այսօր ոչ մեկի ծնունդը չի, չէ։ Չէ, հələ մի հատ լավ հիշի ազնի։ Աման, հայելի, այսօր մեր ամուսնության 30-ամյակն է։ Պապ ջան, շնորհակալ եմ տղաս։ Մամ ջան, շնորհավորում եմ։ Շնորհակալ եմ, ապրես աղջիկս։ Դուք աշխարհի ամենալավ մաման ու պապան եք։ Այ, վերջապես, կնիկ, պամարդ, էլ տենց օրը մոռանա։ Կներես մուշեղ ջան, որ մոռացել էի։ Այ, կնիկ, վայ, փոխանակ, ինքը հիշի ես եմ հիշել։ Օհո, իրոք մեր օրերում 30 տարի հերոսություն է։ Հա, բա Վարդան ջան, պատկերացնում ես 30 տարի նույն կնոջ հետ։ Քնես վեր կենաս։ Բա դա հերոսությունը մի բան է լավ էլ։ Դժգոհ ես մուշեղ։ Հա։ Այ։ Չէ, ոնց ծյոծ ազնի, որ դժգոհիները բա այսօրը կհիշեր։ Ճիշտ է ասում Վարդան ջան, իմ մուշեղը շատ իր է։ Գովա։ Փաստորեն նույն ձեր ամուսնությունից ահագին տարիներ հետո նոր ծնվել է, հա։ Հա, Վարդան ջան։ Ես երկար ժամանակ երեխա չէի կարող անուն ունենալ։ Հետո փառք Աստծո, Աստված տվեց իմ ես հրեշտակին։ Մեր միակ ուրախությունն ու երջանկությունը։ Այ։ Գնա մի հատ նայ գլխացավի դեղ կա բեր, իմը վերջացել է։ Այդ երեխայի լացից սարսափելի բան չկա։ Դու դեռ էստեղ ես։ Հիմա կբերեմ։ Մարգոր,
Բայց դու տենց էլ չասացիր, որ այն մարդը Լիլիթ, դա տխուր պատմություն է, ես դրա մասին չեմ ուզում խոսել։ խնդրում եմ։ Դե ինչ, ես երիտասարդ էի, ես սիրում էի, սիրված էի ինչպես բոլորը, ինչպես դու, բայց մենք բաժանվեցինք։ Իսկ ինչի բաժանվեցիք։ Չեք հասկացել իրար։ Լավ պատմեմ։ Ես պիտի մեկնեի Մոսկվա, 2 շաբաթով գործ ունեի ու գործերս շուտ վերջացրեցի Մոսկվայում, ուզում էի անակնկալ մատուցել նրան։ Վերադարձա Երևան, ու Երևանում ավելի մեծ անակնկալի հանդիպեցի։ Նանդավաչանն էլ էր քեզ։ Դերն ինչ-որ մեկի հետ ես տեսել։ Դե ես ինչպես միշտ գնացի նրա տուն, որ բանալիով դուրը բացեմ, բայց շքամուտքում մի աղջիկ ինձնից առաջ ընկավ։ Նա հասավ այդ հարկ, ծածեց դուրը ու ասեց. Ես եկա սիրելիս։ Երբ որ դուրը բացվեց, նա տեսավ մեզ երկուսիս միասին։ Ես վազելով իջա ներքև, նա հետևիցս ինչ-որ բաներ էր խոսում, բայց ես չէի լսում։ Ես ոչինչ չէի լսում։ Այդ դեպքից հետո այսօր առաջի անգամ էր, որ նայեցի նրա աչքերի մեջ։ Բայց նա կարոտած աչքերով էր նայում քեզ։ Լիլիթ ջան, ինքը ինձ համար անցյալ է։ Դավաճանությունը լավ բան չի։ Դավաճանությունը կորցնում է վստահությունը։ Իսկ բոլոր հարաբերությունների մեջ ամենակարևորը վստահությունն է։ Եթե չկա վստահություն, ամենափոքր մանրոք կարող է դառնալ մեծ խնդիր։ Դրա համար պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել մանրոքների վրա։ Կհիշես։ Այո։ Ես գնամ տեսնեմ Արսենը ինչ անում։ Չտխրես։ Եթե ուրիշ ասելու բան չունեք, ես կարող եմ գնալ։ Այսօր մամայի ու պապայի ամուսնության 30-ամյակն է, նշելու ենք։ Ավել լավ գնացեք։ Տունը հանգիստ կլինի, գլխացավս էլ ավելի շուտ կանցնի։ Շնորհակալություն։ Նարեկ։ Վերջապես եկար, դու ամեն օրս բացի տնից։ Ինչ վերքս թաքցեն եմ, գնացել էի ընկերուս տնեի։ Նարեկ, ես արդեն խանդում եմ քո այդ բազմաթիվ ընկերուհիներին։ Ընդհանրապես կարիք չկա խանդել, ես հատուկ ձեր համար իրենց թողա եկել եմ։ Ստախոս։ Նարեկ ջան, ինչ լավ է եկար։ Տունը մարդ չկար, մենակությունից արդեն գժվում էի։ Բա այսօր են սաղ գնացել, ազնիվ ենք ոնց որ չկան։ Դե երեխաները իրենց սենյակում են։ Նելին ու Ավետիսն էլ գնացել են Փարիզ։ Նունեն էլ ասեց ծնողների 30-ամյակն ամուսնության ու գնացին որ նշեն։ Այդ երբ են որոշել գնան Փարիզ։ Դե Ավետիսը ուզում էր անակնկալ անել։ Մի 2-3 օրով են գնացել։ Ված չի։ Պիտի որ արդեն հասած լինեն։ Դե այ որ մեկ-մեկ տանը մնաս, կիմանաս ինչա կատարվում։ Այդպես երկու երիտասարդ սիրահարվածների նման որոշեցին ու գնացին։ Նարեկ ջան, չես պատկերացնի։ Ոնց եմ ուրախանում, երբ նրանց այդքան երջանիկ եմ տեսնում։ Իրականում ես էլ եմ շատ ուրախ, որ իրանք տենց հավերժ սիրահարներ են։
Ալա։ Պապ, ինչ լավ որ զանգեցիր։ Լավ եք։ Ամեն ինչ լավ է։ Հա, աղջիկս, շատ լավ տեղ ենք հասել։ Դուք ինչպես եք։ Ապանա։ Այո։ Պապ, մի րոպե, Արսենը շատ էր սպասում քո զանգին։ Բարև պապ, լավ եք ասել։ Արդեն Էֆելյան աշտարակը տեսել եք։ Արսեն, այ։ Դե նայի չմոլորվեք այդտեղ։ Հեռախոս դուրս տե, երեք հապուշ հարցեր տաս։ Ալո, պապ, ես եմ էլի։ Ավետիսն է, բարևի։ Ստե բարևում են ձեզ։ Դու էլ բարևի բոլորին, բայց մենք արդեն դուրս ենք գալիս, հետո կզանգեմ կխոսենք։ 10 րոպե։ Մի րոպե։ Ալո։ Լիլիթ, ո՞նց եք։ Մենք լավ ենք։ Համել նարեկ է սոշուտ է տուն եկել, որ մեզնով զբաղվի։ Նարեկն էլինա, բարև եմ քո կողմից։ Ահա ոնց բարևի։ Դու էլ բարևի։ Դե լավ, ձեզ բարի ժամանց, մեզ համար էլ չանհանգստանաք։ Մենք Նարեկի հետ լիքը պլաններ ունենք։ Մեր ազատ ժամանակը պետք է օգտագործենք։ Լավ, դե ձեզ բարի ժամանց։ Ձեզ էլ։ Սիրահարները երեկոյան գնալու են ընթրիքի։ Այո։ Վաղը երեկոյան էլ գնալու են ներկայացման։ Ոնց եմ նախանձում։ Ես կուզենայի ես է Փարիզում լինեի հիմա։ Իսկ դու ամբողջ օրը որտեղ ես։ Արվոտ գնացի տիրնաժոր, հետո տղեկին տեսա ու վсё։ Դե ասա հիմա ինչ անենք։ Մի լավ բան առաջարկեմ։ Դու չգիտեմ ոնց ես գնում եմ քնեմ։ Չեն գնալու ոչ միտեղ։ Չէ։ Ես ուղղակի քո խոստումն եմ հիշացնում։ Ես հիշում եմ ինչ եմ խոսել, ասել եմ կգնանք, չեմ ասել ամեն օր։ Լավ էլ նարեկ, խնդրում եմ։ Ամել պապայինք տունը չան։ Չհասկացա։ Պապան տունը չի, ուրեմն պիտի առիթից օգտվենք։ Մանավանդ որ պապան տունը չի, ոչ մի տեղը չեն գնալու։ Ինչ վատն ես դու։ Ինչ անեմ, նենց եմ ոնց որ ստացվել եմ։ Լավ էլ նարեկ, խնդրում եմ։ Ասեցի չէ։ Մի քիչ շարունակես ընդհանրապես գիշերային կյանքից կզրկվես։ Դե լենց հարաբես չեմ էլ ասի։ Մի ասա։ Գնամ պարկեմ։ Լողանամ պարկեմ քնեմ, բարի գիշեր։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Լիլիթ, դու քեզ երեխայի նման ես պահում։ Ընդհանրապես տղամարդիկ չեն սիրում, որ կանայք համառում են։ Նրանց պետք է ազատ թողնես ու կամաց գործես։ Ես չհասկացա ինչի համար է պետք ամփերել։ Որպեսզի ձեր մտերմությունն ու հարաբերությունները ավելի ամուր դառնան։ Լիլիթ ջան, համառություն մի արա։ Ու այդպես բացահայտ մի կպիր նրան։ Միևնույնն է, Նարեկը այս տանն է ապրում ու միշտ քո կողքին է։ Իսկ եթե կոպիտ վարվես, նա ուղղակի կփախչի։ Էլի ձերն եք ասում։ Քանի անգամ պետք է ասեմ, որ մեր մեջ ոչ մի բան չի կարող լինել։ Լիլիթ, ես դա զգում եմ։ Իսկ իմ զգայարանները երբեք ինձ չեն խաբում։ Խնդրում եմ, փակեք այս խոսակցությունը։ Լավ։ Արի փակենք խոսակցությունը։ Բայց եթե սիրտդ էլի խոսել կամ կիսվել ցանկանա, ես միշտ պատրաստ եմ քեզ լսել ու օգնել։ Լիլիթ, օգտագործի այս 2 օրը։ Քանի ավետիսն ու Նելին տանը չեն։ Նունեն ու Ազնիվը որտեղ են։ Ես յուտ եմ ուզում։ Գնացել են։ Նունեն ասաց, որ տան այսօր ինչ-որ ընտանեկան խնջույք ունեն։ Ինչ խնջույք։ Քեզ չեն ասել, որ Ազնիվի ու Մուշեղի ամուսնության 30-ամյակն է ու գնացել են նշելու։
իզուրել եկանք, մեկանը վարդը ինձ թողել էր, մի քիչ էլ կպարենք, ուրախանայինք։ Քիչ խոսի, լիքը գործ ունենք անելու։ Վարդան ջան։ Հա ջան։ Սրանք տար նկուղ, այստեղ չկուտակվի էլի։ Ես տան։ Չէ ճազնիմ։ Տանը չեք։ Մի քիչ առաջ իմացա, որ դուք առիթ ունեք նշելու ու բոլորդ գնացել եք տուն։ Հա, Լիլիթ ջան, ճիշտ ասած, իմ ու Մուշեղի ամուսնության 30-ամյակն էր, մի թեթև մեր տանը նշեցինք։ Իսկ մեզ ինչի՞ չեք հրավիրել։ Ես էլ կուզենայի գալ։ Ձեզ համար մի լավ նվեր կառնեի։ Իսկ ինձ թվում է մեր խնջույքները քո համար չէր։ Կլաբներում ուրախացող բակ կար մեր նման հասարակ մարդկանց համեստ քեֆին մասնակցեր։ Վարդան չհասկացա։ Ինչի՞ ես ինձ վիրավորում։ Քեզով է թույլ տվել։ Չէ, ինչի չեմ վիրավորում։ Ուղղակի ուզում ասեմ, որ մենք տարբեր խավերի մարդիկ ենք։ Դե ձեր հարուստների զվարճանքները ո՞նց կարող համատես մեր նման հասարակ ու պարզ մարդկանց խնջույքների։ Մենք հազիվ գարաժի դուր բացով փակող ենք։ Բա քեզ կսազեր դու գայր մեր հետ ուրախանայիր։ Վարդան, այդ ինչի՞ ես խոսում։ Լիլիթ ջան, ճիշտ ասած, ես ուզում էի հրավիրել, բայց մտածեցի դասեր ունես, ժամանակ չես ունենա։ Չէ, իսկ ինձ թվում է իմ ասածների մեջ սխալ բան չկա։ Ամեն մարդ իր շրջապատից ու խավից է ընկերներ ունի։ Լիլիթ ջան, արի նստի, մի կտոր տորտ եմ բերել քեզ համար։ Կուտես հետո կգնաս։ Շնորհակալ եմ, չեմ ուզում։ Շնորհավորում եմ։ Շնորհակալություն աղջիկս։ Վարդան, այդ ասելու բան էր, այդ ինչ ասեցիր։ Շատ էլ ճիշտ արեց։ Ինչ մամ։ Չես զգացել Լիլիթը այս վերջերը շատ է մեծամտածել, ամբողջ օրը քիթը ցցած ման է գալիս, ոնց որ ինքը թագուհիների թագուհին է, մենք էլ եսի մով ենք։ Դու սուս մնա, հանուն է, ձենդ կտրի քեզ ասեցի։ Դու հանգիստ եղիր։ Լիլիթը դուրս գալուց անմիջապես մոռացել է Վարդանի ասածները։ Սուս մնա, ձենդ կտրի։ Վաղ առաջին հերթին պիտի երեխաների նվերների հարցը լուծենք։ Հասկացի, ես լավ չեմ զգում, որ քեզ տեսնում եմ այս վիճակում։ Չէ, ուղղակի ճանապարհից հոգնած եմ։ Դե եթե հոգնած ես դուրս չեն քաղաք զբոսնելու, կմնանք հյուրանոցում, հա? Չէ։ Ես չեմ հրաժարվի երեկոյան Փարիզը վայելելուց։ Գնանք։ Ոյ, կներես։ Արի։ Ուզում էի խոսալ հետդ, բայց հետո կգամ լավ։ Արի, եթե չես ասել արի գնանք դիսկո պարենք, ինչ ուզում ես ասա։ Ուզում էի ազնիվենց մասին խոսեի։ Ինչ է եղել նոր ընկերազանցություններին։ Իրանք գնացել են ամուսնության տարեդարձ նշելու ու ինչ չեն ասել։ Պատկերացնում ես։ Էր ոնց կլինի, քեզ պիտի հարցնեին։ Դե կարան չէ ասեին, ես ինձ ված կացի։ Դե բանս գտեված գալու, ապրիլի քո համար, ես ու շարժություն դարձնում։ Գիտես այսօր ինչ եղավ ցուցահանդեսի ժամանակ։ Ինչ եղավ։ Որ քուրը հանդիպեց իր նախին սիրեցյալին։ Չէ,
Մորքուրս իրացել ա ունեցել։ Այո, բայց շուտ։ Թազեց։ Մինչև մեր տանն ապրելն է եղել, այդ մարդը դավաճանել է իրան ու Հասմիկն էլ իմացել ու հեռացել է իրանից։ Կլասիկ ռոման։ Բայց իսկականից շատ տխուր պատմություն է։ Մարգուրը նրան պատահական է բռնացրել ուրիշի հետ։ Էլի տխուր պատմություն է, բայց այնպես չի, որ հազվադեպ երևույթ է։ Լսի, ասածն է, որ այս պատմությունը մենակ Հասմիկի հետ չի, որ եղել է։ Մարդիկ աշխարհում ամեն օր, ամեն ժամ իրար դավաճանում են։ Հասկանում ես։ Բայց դու շատ անսիրտ ես։ Լսի, դու շատ սենտիմենտալ ես, ամեն ինչ շատ է սրտիդ մոտիկ ընդունում։ Ուզում ես ասել, որ դա նորմալ է։ Մասը նորմալ է, բայց ինքը բնական է։ Բոլոր տղամարդիկ էլ նույնն են։ Ձեզ համար դավաճանությունը դա սովորական երևույթ է։ Լսի, եթե մարդ ես, եթե ապրում ես, ուրեմն դու արդեն սխալական էակ ես։ Իսկ դավաճանությունը ինքը նորմալ է, որովհետև մարդիկ իրար միշտ դավաճանել են ու միշտ դավաճանելու են։ Հասկանում ես։ Ու կարևորն է, որ դու ոչ կյանքում շատ ուդարներ ես ուտելու, կարևորը որ դու հետո ոդիկ անես ու ոնց ոդիկը կանես, եթե դու կոտրվեցիր կընկնես Հասմիկի օրը։ Ինքը սխալ է, ինքն է մեղավոր, ինքը պիտի պայքարի իր սիրո համար։ Հասկանում ես։ Ույշի, ամենակարևորը, կյանքում ոչ մեկի չափից ավել մի վստահի, դաժե քեզ։ Պապային եփ են գալի։ Երկուշաբթի։ Ու մենք արդեն պլաններ ունենք երկուշաբթի երեկոյի համար։ Մանեն է գալու Պոչուրեկի ու Արմենի հետ։ Նելն ու պապան դեռ նվեր չեն տվել երեխային։ Դու սարի փոխվեմ։ Լսի, եթե դու չես գալու բարելու, արի գնանք բոլորս ֆիլմ նայենք, որ ժամանական հետաքրքիր չանցնի։ Լավ կգնանք։ Իսկ վաղը գնանք այգի ման գալու, որտեղ լավ եղանակ լինելու։ Դու ոնց որ արդեն արթավորվում ես։ Լավ արժ չկա, բայց դու ես հյուրասիրելու։ Ինչ կուզես։ Դե գնա փոխվեմ։ Լավ կինո էր, չէ՞, հավանեցիք բոլորդ։ Չօրինակ ես չհավանեցի, էդ ինչ կինո էր, ոչ էքշն կամ չէ, ոչ դրայվ։ Արսեն ջան, այս ֆիլմը սիրո մասին էր, ինչ էքշն, ինչ դրայվ։ Հա, այդ սերել ինչա որ հալածում են արցունքները։ Շատ ճիշտ ասեցիր Արսեն ջան։ Դա նենց է, որ քեզ ոչ ոք չէր ստիպում նայեիր։ Լավ, արդեն ուշ է։ Գնանք քնելու։ Երեխեք ջան, ես էլ եմ գնում քնելու։ Նարեկը չի խոսում։ Ֆիլմից երևի ազդվել է։
կամ սերերին է հիշել։ Չէ, աչքս էր կվել ուղղակի։ Լավ, էլ մի արդարացի, գնացին։ Ես չեմ գալիս, ես մի քիչ եք նստամելու։ Երեխեք, մարշ բայ։ Չես գալիս։ Չէ, դու գնա քնի, կնստեմ։ Գիտեք չէ, ուրեմն դպրոց հատուկ ֆիզկուլտուրայի համար նոր մարզասարքեր են բերել։ Այնքան լավն են, ուղղակի վերջն են։ Տեսել ես չէ՞ լի։ Վարդան, հələ գուշակի ինչ մարզասարքեր են ու որ մկաններն են մարզում։ Ձեզ ինչ եղավ, ինչի չեք խոսում, կռված եք։ Արսեն, արդեն ինչ-որ շատ ես խոսում, գիտես։ Իսկ դուք ընդհանրապես չեք խոսում։ Դե լավ, հոգնածներ ջան, ես թռա։ Պապան եկել է, նվերներս եմ մնացին։ Լիլիթ կներես են օրը ես հիմարություն ասեցի, քեզ էլ նեղացրեցի։ Կներես ինձ։ Ներողությունը տեղին էր, կարծում եմ։ Մամ, շատ լավն է։ Հրաշքա, մերսի, մամ։ Խնդրեմ, ես շատ ուրախ եմ, որ հավանեցի։ Բարի գալուստ։ Բարև, Լիլիթ։ Չես ուզում նվերը տեսնել։ Ես Արսենը ոնց է ուրախացել։ Սա քեզ։ Շնորհակալ եմ։
Ուղղակի շատ ժամանակ չունեինք, չկարողացանք խանութներում շատ ման գալ։ Բայց ամեն դեպքում ինչ որ բաներ հասցրեցի գնել։ Լիլիթ ջան, բացի տեսնենք ինչ են գնել քեզ համար, բացի։ Ես դեռ պապային չեմ տեսել։ Գնամ բարևեմ, հետո գնայեմ, լավ։ Պապային հիմա չես կարող տեսնել։ Պապան զբաղված է, հեռախոսով է խոսում։ Լիլիթ ջան, բացի։ Փարիզի շունչը մեջ կա։ Շատ սիրուն է Լիլիթ ջան, քեզ շատ ասազում։ Շնորհավոր։ Իսկականից։ Դուրս եկավ, շնորհակալություն։ Խնդրեմ։ Բարև պապ ջան։ Բարև ավազակ։ Ոնց է խերոք ես պայել քեզ ճիշտ ասեմ։ Հա։ Ինչ լավ է եկել, շատ եկար։ Ապրես։ Բարի գալիս։ Ինչ զարճ։ Ոնց անցավ ճանապարհը դուք։ Շատ լավ, նել ինչ պատմեց։ Դուք ինչ արեցիք։ Գնացիք նորից ես զբոսնելու։ Ոչ։ Ինչու՞։ Որովհետև Նարեկը առավոտվանից գնաց ու կորչեց, չկա։ Իսկ ուր է գնացել։ Ով է Նարեկից հասկանում, որ մեկ հայտնվում է, մեկ անհետանում։ Աստորին ես գիտեմ, թե ձեզ վստահելի ձեռքերում եմ թողել, բայց Նարեկը էլի իր տարերքի մեջ է, հա։ Չես զանգել էր։ Ոչ, չեմ էլ պատրաստում զանգել։ Ինձ չի հետաքրքրում, թե որտեղ է Նարեկը։ Արսեն, արի դասերը վերջացնենք, այսօր հյուրեր ունենք։ Հա, ավելի լավ է հիմա շատ արագ գնանք դասերս անենք, որտեղ այսօր շատ եմ ուզում փուջուրիկի հետ մի հատ լավ խաղալ։ Արսեն ջան, որ իմանամ Պուճուրիկի համար տենց շատ արագ միշտ դասերդ կանես, կկազմակերպենք, որ դու ամեն օր Պուճուրիկին տեսնես, ապրես, գնա տղաս։ Չէ, հա, աստու սիրուն։ Ես նրա լացի ձայնը ամեն օր լսելու առողջություն չունեմ։ Բայց ինչի հիմա պետք է քնի։ Չեմ կարողանա հետո նորմալ խաղալ։ Դե որովհետև ինքը փոքր է, պետքա քնի, որ շուտ մեծանա։ Բայց եթե ամեն օր ինքը սեն շուտ քնի, ես չեմ կարողանա իր հետ նորմալ շփվել։ Արսեն, լավ, արի մենք գնանք, թող Հայկը քնի, հետո կարողանա էլի կխաղաս, լավ։ Ես քնացնեմ կիչնեմ, հա։ Վաղը պետք է զբաղվել հանքերի փաստաթղթերի օրինականացման հարցերով։ Եթե պետք լինի, ես կգամ քեզ հետ։ Արմեն, հյուր ես եկել, բայց էլի գործերից ես, չէ՞ խոսում։ Լիլիթ ջան, քեզ լավ չես զգում։ Լավ եմ, ուղղակի հոգնած եմ։ Դե ինչ, կարող ենք արդեն մոտենալ սեղանին, արդեն ամեն ինչ պատրաստ է։ Նվերը չտանք հետո։ Հիմա։ Լավ, եթե այդպես ես ուզում։ Խնդրեմ։ Ես ինձ շատ վատ եմ զգում։ Ման ջան, աշխարհի ամենաքաղցր երեխային մորաքրոջ եւ մորաքրոջ ամուսնու կողմից։ Սա ձեզ։ Ճիշտն ասած, մենք Հայկի անունով հաշվեհամար ենք բացել եւ 18 տարին լրանալուն պես նա կկարողանա այդ գումարը կառավարել ուսման համար, ճանապարհորդության համար, ինչպես կկամենա։ Հրաշալի նվեր է, ինչ լավ եք մտածել, հոյակապ նվեր։ Շնորհակալ եմ, բայց սա շատ մեծ գումար է, ավետիս։ Եկեք այսպես պայմանավորվենք։ Երբ որ ինքը կդառնա 18 տարեկան, մենք բոլորս միասին կհավաքվենք ու իրեն կհարցնենք, դա շատ է թե քիչ։ Ես համոզված եմ, որ կասի քիչ է։ Լավ, շնորհակալություն շատ։ Խնդրեմ։ Ես համոզված եմ, որ Հայկը շատ երջանիկ է լինելու։ Ինչ հաջողակ թորնիկ ունեմ։ Նա դեռ այսքան փոքր է, բայց արդեն Նարեկի պես Ավետիսի հովանավորության տակ է անցնում։ Ես էլ որպես տատիկ շատ շնորհակալ եմ։ Երեխայի համար ամենամեծ հաջողությունը Արմենի նման հայր ունենալն է։ Չեմ հասկանում, ոչ ոք սոված չի։ Եկեք մոտենանք սեղանին։ Դե համեցեք։
Բարի գալիս։ Նարեկ։ Բարև տղաս, բարև։ Բարև ձեզ։ Պաստորեն հաշտվել եք, հա? Դե, համեցեք, եկեք։ Ներողություն ենք խնդրում առանց տեղեկացնելու ու գալու համար։ Իմիջիալու շատ ճիշտ ժամանակին եկաք։ Քանի բոլորս տեղ են, մի հատ շատ կարևոր բան եմ ուզում ասեմ։ Իհարկե ձեր թույլտվությամբ ու օրհնությամբ դայձավետ։ Ես ու Մայան որոշել ենք ամուսնանանք։ Իսկապես։ Շնորհավորում եմ դες։ Yes։ Ապրեք։ Շնորհավորում եմ։ Շնորհավոր։ Ասում եմ, այս տանը մի կին էլ ավելացավ, բայց մեռածը շատ լավն է։ Նարեկ այս ներկայացումը խաղում է, որ ավետիսի աչքին թոս փչի։ Չհասկացա, էդ ինչ արել Նարեկը, որ… Մայա, ասա, մի հատ կպատմես, թե Նարեկը քեզ ոնց է առաջարկություն արել։ Ինձ համար էլ էր անակնկալ, եկավ ու մի անգամից ամուսնության առաջարկություն արեց։ Հետազոտությունների պատասխանը ես ինձ կարող ասեմ։ Ուզում եք դիտել շարունակությունը։ 3w.shantv.com